մինչ Աստծո խոսքին անդրադառնալը կարդանք Աստվածաշնչյան հատվածը Հովաննում 13-րդ գլուխ 1-ից մինչև 17 համարները Ոտնլվայի հատվածը լսենք Աստծո խոսքը։ Հիսուսը Զատիկի տոնից առաջ իմանալով, որ հասել է իր ժամը, այս աշխարհից հոր մոտ փոխադրվելու մինչև վերջ ցույց տվեց իր սերը նրանց հանդեպ, ովքեր այս աշխարհում են։ Եվ ընթրիքին սատանան արդեն Սիմոնի որդի Հուդա Իսկարովտացու սրտի մեջ դրել էր, որ Հիսուսին մատնի։ Հիսուսը գիտեր, որ հայրն ամեն ինչ իր ձեռքն էր հանձնել եւ որ ինքն Աստծուց էր ելել ու Աստծո մոտ էր գնում։ Նա ընթրիքի սեղանից վեր կացավ, զգեստը հանեց ու մի սրբիչ վերցնելով մեջքին կապեց։ Ապա կոնքի մեջ ջուր լցրեց ու սկսեց աշակերտների ոտքերը լվանալ եւ մեջքին կապած սրբիչով սրբել։ Երբ Սիմոն Պետրոսին հասավ, նա ասաց Հիսուսին. «Տեր, դու ես իմ ոտքերը լվանում»։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Այն ինչ ես անում եմ, դու հիմա չես հասկանա, բայց այն հետո կհասկանաս»։ Պետրոսը նրան ասաց. «Դու իմ ոտքերը երբեք չես լվանա»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չես ունենա»։ Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տեր, ոչ միայն ոտքերս, այլ ձեռքերս ու գլուխս ևս լվա»։ Հիսուսը նրան ասաց. «Ով լվացվել է, ամբողջովին մաքուր է եւ կարիք չունի ոչնչի, բացի ոտքերը լվանալուց։ Դուք էլ մաքուր եք, բայց ոչ բոլորդ»։ Քանի որ նա գիտեր իրեն մատնողին, դրա համար ասաց. «Ոչ բոլորդ եք մաքուր»։ Երբ նրանց ոտքերը լված, հագավ իր զգեստը ու դարձյալ սեղան նստեց եւ նրանց ասաց. «Գիտեք ինչ արեցի ձեզ։ Դուք ինձ վարդապետ եւ Տեր եք կոչում, եւ ճիշտ եք ասում, որովհետեւ եմ։ Արդ եթե ես Տերս ու վարդապետս լվացի ձեր ոտքերը, դուք նույնպես պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, քանի որ ես ձեզ օրինակ ծառայեցի, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն կերպ անեք։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը, ոչ էլ ուղարկվածն է ավելի մեծ, քան իրեն ուղարկողը։ Եթե այս բաներն իմացաք, երանելի կլինեք, թե որ դրանք կատարեք։ Ամեն։ Աստծո խաղաղությունն ու շնորհքը թողնի ամեն մեկիս վրա։ Սիրելիներ, երբ Տերը իր աշակերտների հետ մտավ վերնատուն, դա վճռական պահ էր նրա ծառայության մեջ։ Նա բախվում է իր երկրային կյանքի ամենացավալի ճգնաժամային իրավիճակին։ Նա բարձրորեն զգում է սատանայի նողկալի շունչը իր դեմքին, բայց այդուհանդերձ շարունակում է ցուցադրել իր սերը աշակերտների, նաև մեր հանդեպ, որի միջոցով կկարողանա թափանցել և փափկեցնել մեր քարացած սրտերը, կարճ սրտերը, շրջել մեր արժեքային համակարգը և լցնել մեզ հոգևոր զորությամբ, որը կփոխի մեր ընթացքը կյանքի արժեքները, սկզբունքները, նախասիրությունները։ Վերնատան կենտրոնական գործողությունը անշուշտ հաղորդության խորհրդի հաստատումն է,
որը սակայն Հովհաննեսը առաքյալը չի հիշատակում այստեղ ի տարբերություն մնացած ավետարանների տարիներ անց նա գրում է այս ավետարանը անդրադառնալով այն հանգամանքի վրա, որը բաց էին թողել մյուս ավետարանիչները մանրամասներ է տալիս մեր Տիրոջ մասին նրա կատարած ծառայության մասին Հովհաննես առաքյալը արձանագրեց այն ինչ Հիսուս մտածեց զգաց արեց եւ ասաց մի իրավիճակում երբ ընդամենը ժամեր էին բաժանում այն բանից որ նա լքված անտեսված մերժված կլինի նրանցից ովքեր հավատարմություն են խոստանում որ իր հետ կլինեն որ երբեք չեն թողնի սրանք այն մարդիկ են ովքեր շուտով երես պիտի թեքեին նրանից եւ ամոթալի կերպով կլքեին նրան դեմ առ դեմ թողնելով դահիճների հետ ինչ է մտածում Հիսուս նման մարդկանց մասին հետաքրքիր է քանի որ պիտի ասեմ որ մենք էլ բնավ չենք տարբերվում նրանցից սա հնարավոր է հենց այն ժամանակահատվածն է երբ աշակերտները ինչպես մյուս ավետարաններում կա վիճում էին միմյանց հետ թե ով պետք է համարվի նրանցից ավելի մեծը ավելի արժանին եւ մտնելով վերնատուն նրանք հավանաբար շտապելով զբաղեցրեցին կարևորագույն տեղերը մոտիկ ավելի Տիրոջը նստելու կան սեղանին յուրաքանչյուր տեղ իր սոցիալական վարկանիշն ուներ կարևորությունը նրանք մտնելուց այնքան արագ անցան ջրի թասի սրբիչի կողքով ու բազմեցին սպասելով ով պիտի ծառայի ով պիտի իրենց ոտքերը լվա որքան հեռու այնքան լավ Հիսուս գիտեր ասում է խոսքը որ իր ժամը հասել է Աստված ամեն ինչ տվել է
իր ձեռքը։ Բայց այս ամենը իմանալը խոչընդոտ չէ, որ Հիսուս սիրի յուրայիններին։ Քանի որ նա երբեք չի կորցրել վերահսկողությունը իր կամ պատմության որևէ իրադարձության նկատմամբ։ Նա գիտի, թե ով է ինքը, որտեղից է եկել, ինչ է պատրաստվում անել և ուր պիտի գնա։ Գիտի ինչ կարժենա, երբ այս ամենը ավարտվի։ Հիսուսի ինքնիշխան սերը կախված չէ հանգամանքներից։ Դա կախված է նրա անփոփոխ բնավորությունից։ Ոչ իր երկրային կյանքի և ոչ էլ մեր կյանքի որևէ հանգրվանում ժամանակահատվածում Հիսուս չի դադարում ինքնիշխան լինելուց։ Լինի դա փոթորիկ, պատերազմ, տնտեսական կամ քաղաքական ճգնաժամ, կամ առողջական խնդիր, մեր Տերը միշտ վերահսկում է։ Այն, ինչ ստեղծվել է նրա կողմից, դեռ պատկանում է նրան։ Եվ ի վերջո ամբողջությամբ կլինի նրանը, նորը, ավելի կատարյալը։ Մենք հաճախ ենք մտածում, որ համաշխարհային իրադարձությունների հորձանուտը և ողբերգությունների անընդհատ աճող շարանը անակնկալ են Աստծո համար, կամ խոչընդոտ, որ հիշում ես, սակայն նա չի դադարում սիրել, մտածել իրենների մասին։ Նման աննկարագրելի քաոսի և մոտալուտ ձերբակալության ու խաչելության մեջ, սպասման մեջ նա կարող էր շարունակել մտածել սիրո ու ծառայության մասին։ Հայրն ամեն բան, ամեն ինչ տվել էր նրա ձեռքը։ Եվ Հիսուս հենց այդ պահին, գիտակցելով իր ամբողջ իշխանությունը, վեր կացավ ընթրիքի սրանից, կապեց սրբիչը, ծնկի իջավ, լվաց աշակերտների ոտքերը։ Սա ավելի նման է առակի, արվում է մի բան սովորացնելու, մի մեծ բան, ցույց տալու, գործողություն է, առակը գործողության մեջ, նա պարզապես չի պատմում պատմություն, նա ներկայացնում է այդ պատմությունը։
պատմությունը։ Բոլորդ էլ լսել եք Ոտան Լվայի արարողության մասին։ Սա ոտքերի լվացման արարողություն չէ, սա կյանքի արարք է։ Սա այն դասն է, որ Հիսուս ցանկանում է, որ աշակերտները եւ մենք սովորենք։ Նա ցանկանում է, որ նրանք եւ մենք սովորենք լինել խոնար, լինել սուրբ եւ օգտակար կամ լինել ծառաներ։ Երբեմն մարդկանց թվում է, թե նրանք չափազանց կարևոր մարդիկ են այն բանի համար, որ կատարեն փոքր, ցածր բաներ։ Հաճախ ուժն ու իշխանությունը, դիրքը կանգնած են սիրո ճանապարհին։ Երբ մարդիկ հայտնվում են իշխանության դիրքերում, հանկարծ մոռանում են մնացածին, նրանց, ովքեր իրենց հետ են ծառայակից են, մի դաշտում են։ Դժվար է հոգ տանել ուրիշներին, երբ ձեր գլուխը լցված է ձեր անչափ կարևորությամբ։ Հիսուս իմանալով, թե ինքնով է, մտածելով այն փառքի մասին, որ ուներ հավիտենությունից, այն փառքի, որ կունենա ապագայում, նա նախընտրեց մտածել ուրիշների մասին։ Կենտրոնացած իր սիրո վրա, ովքեր աշխարհում են, սիրեց նրանց, ովքեր աշխարհում են։ Հիսուս չսպասեց, որ նրանք երկնքում կլինեն կատարյալ ամեղ անթերի եւ զերծ բոլոր նյարդայնացնող սովորություններից եւ հետո միայն կսիրի։ Սիրում էր Մատթեոսին, Մաքսավորին, ով հավանաբար դեռ պայքարում էր իր ագահության դեմ։ Հավանաբար դեռ ափսոսում էր, որ թողել է իր բարձր վաստակտրվող աշխատանքը։ Անդրեասին, ով հավանաբար դժգոհություններ ուներ իր եղբոր Պետրոսի դեմ, չէ՞ որ ինքն էր առաջինը կանչե, ով արի ուտես Հիսուս նրան ընդգրկել էր ավելի մտերմիկ խմբի մեջ, բայց ոչ իրեն։ Չնայած նրա կայքամբող անհաջողությունների ու անմիտ գործողություններին, հասել էր դու ես վեմը, վավ։ Հիսուս բոլորին ճանաչում էր և ամեն ինչ գիտեր նրանց մասին։ Նա գիտեր, թե ինչ կա նրանց սրտի մեջ, որ նրանք թեև ամեն կերպ ուզում էին թաքցնել իրենց գաղտնի մտքերը, մոլությունը, ագահությունը ու հբարտությունը։
Նրանք դեռ աշխարհում էին։ Եվ աշխարհը որոշ չափով դեռ նրանց մեջ էր։ Բայց նա սիրում էր նրանց։ Նա սիրում էր նրանց ոչ թե մեղքից եւ ապականությունից նրանց վերջնական ազատագրման ակնկալիքով։ Դե մի օր նրանք կարդարացնեն իմ սպասումները։ Ոչ։ Նա սիրում էր նրանց այն ժամանակ, երբ նրանք դեռ աշխարհում են, երբ նրանք դեռ թույլ են տահած, կոտրված ու չցանկանալով կանգնել նրա կողքին իր ամենադժվար կարիքի ժամանակ։ Դժվար է հավատալ։ Հակված ենք մտածելու, որ նա ձեզ կսիրի միայն այն բանից հետո, երբ դուք հաղթարեք ձեր բոլոր մեղավոր սովորությունները, հպարտությունը, կասկածներն ու դառնությունը։ Հիսուս գիտեր նրանց մեղավոր երևակայությունները և նա գիտի ձերը նույնպես։ Նա գիտեր նրանց ամբարտավան հավակնությունների մասին, նրանց գաղտնի մեղքերը, նրանց ցանկությունները, վախերն ու անհանգստությունները։ Նա գիտի նաև մերը։ Բայց նա շարունակում էր սիրել, քանի դեռ նրանք աշխարհում էին։ Եվ նա կշարունակի սիրել ձեզ, քանի դեռ դուք աշխարհում եք։ Նա սիրում է իմանալով, որ նրանք վիճում են այն մասին, թե ով է ավելի մեծ, իմանալով, որ նրանք պատրաստում են թողնել իրեն և փախչել։ Մի բան է, երբ մարդիկ սիրում են մեզ, չիմանալով մեր բոլոր չար գործերը, մտքերն ու շարժառիթները։ Մեկ այլ բան է, երբ Սուրբ Աստված սիրում է մեզ, իմանալով այն բոլոր չար գործերը, որ արել ենք և որ հնարավոր է դեռ կանենք։ Սա իսկապես զարմանալի սեր է, Տիրոջ սերը մշտական է, անփոփոխ, ասում է մինչև վերջ սիրեց։ Բայց դեռ ամեն բան իր տեղում է։ Սրբիչը, թասը, ջուրը, իսկ աշակերտները սպասում են, ով պիտի ծառայի իրենց, ով պիտի իրենց ոտքերը լվա։ Ոտքերի լվանալու ավանդույթը բոլորիս է հայտնի։ Հիշում եմ առաջին անգամ, երբ ներկա է այդ արարողությանը, մի փոքր անհանգիստ է։ Ես նախապես լվացի ոտքերս, այնպես ինչպես երբևէ։ Ընտրեցի մաքուր նասկիներ, գուլպաներ,
բուրավետ հոտեր կոշիկներից մեջ։ Որքան է սա տարբերվում առաջին դարից։ Այն ինչ որ արեց Տերը։ Այն ժամանակ մարդիկ քայլում էին, չկար ասֆալտ, փոշին կեղտը ճանապարհների ամբողջը կեղտոտում էր ոտքերը։ Հիսուս վեր կացավ տեղից, հանեց իր զգեստը, կապեց սրբիչը, մեջքին ծնկի իջավ, սերը ծնկի իջավ, և սկսեց անել այն, ինչ նրանք համարում են աներևակայելի, անընդունելի, անտեղի, անգամ Հուդայի ոտքերը լվաց։ Գիտեք սա ինչ կարա ասի մեզ։ Երբ դուք մտածում եք, թե ինչպես վարվեք ձեր թշնամու հետ, այն մարդու, ով զրպարտում է, ձեզ բամբասում, դավաճանում ու խաբում է, պարզապես հիշեք Հիսուսին, ով իմանալով Հուդայի կատարելի գործը լվանում է կեղտոտ ոտքերը։ Հաճախ մենք սիրում և ծառայում ենք ուրիշներին միայն այն պատճառով, որ հույս ունենք, որ այդ մարդը կփոխվի, կփրկվի։ Բայց Հիսուս գիտեր, որ միակ բանը, որ երբևէ կստանա Հուդայից, դավաճանությունն է ու լվաց ոտքերը։ Երբ նա հասավ Պետրոսին, հավանաբար վերջին, Պետրոսն ընդդիմացավ։ Այս խոսքերը կարող են թվալ խոնարհության, Տեր բնավ դու իմ ոտքերը պիտի չլվաս, միթե դու պիտի լվաս։ Բայց իրականում Պետրոսը բավական մեծամիտ է, որ ինքը ավելի լավ գիտի Հիսուսից, թե ինչն է տեղին և ինչը ոչ։ Ներելի է Պետրոսի սկզբնական ընդդիմանալը, որին Հիսուս ասեց, որ ինքը գիտի, թե ինչ է անում, որ Պետրոս հետո կհասկանաս, հիմա չես հասկանում։ Հիսուս նկարագրում է Պետրոսի և մեր խնդիրը, երբ ասում է այն ինչ ես անում եմ, դու հիմա չգիտես։ Պետրոսը չհասկացավ, թե ինչ է անում Հիսուս, քանի որ նա չէր հասկանում ճշմարիտ իշխանության բնույթը։ Սովորաբար մեծին են ծառայում։ Պետրոս հետո կհասկանաս։
Պետրոս սա լուրջ հարց է, հետո կհասկանաս։ Արա այն ինչ անհրաժեշտ է։ Պետրոսը մեզանից յուրաքանչյուրի մեջ կա։ Նա չի հանձնվում։ Քանի դեռ մարդը չի հրաժարվել Աստծո գործերը դատելու իր ազատությունից, անկախ նրանից, թե ինչպիսի ջանքեր է գործադրում կամ ծառայում Աստծուն պատվելու մեջ, խոսում է նրա հպարտության մասին։ Հպարտությունը միշտ թաքնված կլինի խոնարհության դիմակի տակ։ Հնազանդությունն ավելի մեծ արժեք ունի Աստծո աչքում, քան ցանկացած ծառայություն։ Պետրոսը բողոքում էր Տիրոջն ամենագիտության և ինքնիշխանության դեմ։ Բացի այդ, Պետրոսը բողոքում է Աստծո շնորհի դեմ, մերժում է Տիրոջ գործողությունները, կարծես ասելով, որ նա արժանի չէ դրան։ Ես արժան չեմ։ Իհարկե արժան չես։ Իհարկե արժան չես, բայց իմացի, եթե մի շնորհքն ես մերժում, ուրեմն դու պիտի մերժես նաև խաչի միջոցով, Տիրոջ թափված արյան միջոցով, քո կամ քեզ շնորհված փրկությունը, չէ որ արժան չես դրան։ Սա Աստծո շնորհքն է, Պետրոս։ Այն ինչ Հիսուս անում է իր աշակերտների համար, նա անում է սիրուց ու շնորհից դրդված։ Սա երբ Տերը այս երկրորդ անգամ լսեց, ասեց նայի, եթե ես քեզ չդվամ, դու ինձ հետ բաժին չես ունենա, չես կարող ունենաս։ Դա նման էր ապտակի։ Եվ Պետրոսը վերադարձավ իրականություն։ Ինչ էլ որ ասենք Պետրոսի սխալների մասին, նա խորապես սիրում էր Տիրոջը, այո։ Հիսուս երբ վերջացեց, ասեց, գիտեք, թե ես ձեզ ինչ արեցի։ Դուք գիտեք, ոչ միայն այն, թե ինչ արեցի, այլ այն, ինչ ես ուզում եմ, որ դուք անեք։ Ուզում եմ, որ դուք անեք։ Եթե դուք հասկանում եք այս բաները, երանելի եք, եթե անեք։ Կարևոր է ոչ թե այս ճշմարտությունն իմանալը, այլ կատարելը։ Մենք օրհնված ենք ոչ այնքան նրանով, ինչ գիտենք, որքան մեր իմացածը անելով։ Կան մարդիկ, ովքեր չգիտեն այնքան, որքան մյուսները։ Այդ դիպլոմը չունենք։
բայց շատ ավելին են անում, քան նրանք, ովքեր գիտեն։ Հիսուս չի ասում, որ մենք պետք է անենք այն, ինչ նա արեց, այլ որ մենք պետք է դա անենք այնպես, ինչպես նա արեց։ Ոտանլվան օրինակ է, որին պետք է հետևել, այլ ոչ թե ծես, որ կատարես։ Նրանք, ովքեր այսօր կան եկեղեցիներ, ամենայն հարգանքով նրանց, ովքեր անում են։ Բայց կարևոր դասը պիտի սովորենք ու պահենք։ Հիսուս սովորեցրեց ծառայության սկզբունքը, ինչպես պետք է այն արտահայտվի այսօր, մեր մեջ, մեր միջոցով, ինչպես։ Գիտեք, պետք չէ ծառայելու համար նման հնարավորություն փնտրել։ Տեսնես ում որտեղ նա կեղտոտ է Համլեբան։ Նա ինքը գրետնից ես։ Կստեղծվի տենց իրավիճակներ ու ստեղծվում է։ Սամարացին պատահական անցնում էր, երբ տեսավ այդ գետին ընկածին և ոչ կերը լված, և ոչ մեն։ Մեր խնդիրը, սիրելիներ, ոչ կերը լվանալու հնարավորությունների բացակայությունը չէ։ Դա մեր չցանկանալն է, տեսնել և օգտագործել այդ հնարավորությունները։ Մենք պարզապես պետք է բացենք մեր աչքերը, որպեսզի տեսնենք այդ կարիքները և չանցնենք գլխով։ Այն չկատարված բաները, որոնք ակնկալում ենք, որ մեկ ուրիշը կանի։ Օրինակ, երբ որ այստեղից դուրս գանք, հնարավոր է տեսնենք գետին ընկած թերթիկներ, անձեռոցիկ, կիսադարտակ սուրճի բաժակ, ինչը հավաքարար չունեք, ունենք, բայց ինչու չծառայենք նրան հավաքելու այդ աղբը։ Տերն ասեց, դուք ինձ ուսուցիչ և Տեր եք անվանում։ Եվ դա ճիշտ է։ Արդ եթե Տերս և ուսուցիչս այս բաներն արեցի, դուք էլ արեք։ Գիտեք, անչափ կարևոր է այստեղ նկատել սա։ Հիսուսն ասում է, դուք ինձ ուսուցիչ ու Տեր եք ասում։ Ու փոխում այստեղ է։ Արդ եթե ես Տերս ու վարդապետս կամ ուսուցիչս, ինչու է փոխում։ Գիտեք, որովհետև մեր կյանքում ուսուցիչներ կամ սովորեցնողներ
շատ կարանք հանդիպենք, կյանքը կարա մեզ սովորեցնի, լավ ու վատ արարքները կարան մեզ սովորեցնեն, կարանք այս ուսուցչին փոխենք այն մեկ ուսուցիչով, կարանք ընդունենք, հետո մերժենք, ուսուցիչ էր, հիմա ուրիշ բան ունեմ սովորելու, բայց երբ որ Տերը փոխում է, հետո հասկանաք Պետրոս, ես Տերս, նախ ես ձեր Տերը բդիրնեմ, երբ որ Տերը դառնում է Հիսուս, ինչ որ ասի պիտի անես, այդ ժամանակ կսովորես, այդ ժամանակ կծառայես Աստծուն հաճելի կերպով։ Գիտեք, Հիսուս, որ հիմա երկնքում է, այստեղ չէ նրա ձեռքերն ու ոտքերը, բայց իր եկեղեցին մենք, որ ասում ենք, վստահում ու հավատում ենք իրեն, մենք ենք այս երկրի աշխարհում նրա ձեռքերն ու ոտքերը։ Մի անգամ, երբ մի հիվանդանոց գնացի, կնոջս հետ էի։ Շատ բռի վերաբերմունք ցույց տվեցին։ Ասի նարից վեր կացեցի մեր տեղը չեն կարաստե։ Գնացինք մեկ ուրիշ տեղ, շատ բարեհամբույր, հարցրեցին, բա ինչու ընդեղ չէ։ Ասացի, այո, հնարավոր է ընդեղ էլ բուժումները նույն են, բայց վերաբերմունքն էր տարբեր։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մարդիկ աշխարհը այսօր նայում է մեզ, ինչպես ենք մենք ներկայացնում Հիսուսին, ինչ Հիսուս ենք ներկայացնում, մեր խոսքերով, մեր գործերով, մեր ծառայությամբ, մենք պետք է կարողանանք սիրո ծառայությունը մատուցենք, ինչպես մեր Տերը ծնկների վրա։ Տերը թող օրհնի ձեզ, Տերը թող օրհնի ամեն մեկիս, եւ մտածենք այս մասին, եւ թող Աստված փառավորվի ամեն մեկիդ կյանքում եւ կյանքի միջոցով։